Նախագահ Ալեն Սիմոնյանի։ Հարգելի գործընկերներ, ազգային ժողովի 8-րդ գումարման 10-րդ նստաշրջանի օրակարգի նախագծի առաջին բաժնում ներառված է պարտադիր քննարկման ենթակա 15 հարց։ Առաջին բաժնի հարցերն ընդգրկում են 8-րդ գումարման 10-րդ նստաշրջանի օրակարգում առանց քվեարկության։ Երկրորդ բաժնում այն հարցերն են, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը ներկայացրել է դրական եզրակացություն։ Դրանք 19 են, որոնք նույնպես ընդգրկում են 8-րդ գումարման 10-րդ նստաշրջանի օրակարգում առանց քվեարկության։ Երրորդ բաժնում ընդգրկված հարց չկա։ Հարգելի գործընկերներ, ձեզ ներկայացվեց ազգային ժողովի 8-րդ գումարման 11-րդ նստաշրջանի օրակարգի նախագիծը։ 11 նախագիծը հարցեր տալու համար կարող եք հերթագրվել։ Հերթագրում Գեղամ Մանուկյան։ Պարոն Սիմոնյան, հարցով առիթ եղել է նաև քննարկել ենք, բայց ամեն դեպքում արձանագրելու համար։ Փաստորեն սա այս ազգային ժողովի վերջին նստաշրջանն է եւ այս նստաշրջանով այս ազգային ժողովը ավարտում է իր աշխատանքը։ Այս նստաշրջանում արձանագրելի է արդյոք, որ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը, որը ձևավորվել է ազգային ժողովի քաղաքական մեծամասնության կողմից, մենք ունենք մեր դիտողությունները, կարծիքները ներկայացրել ենք, այդ հանձնաժողովի զեկույցը չի հրապարակվելու, չի ներկայացվելու ազգային ժողով։ Շնորհակալ եմ։ Պարոն Մանուկյան, շնորհակալություն հարցի համար։ Ասեմ, որ ես որքանով գիտեմ, դուք ծանոթացել եք, չէ՞, զեկույցի հետ, եւ բոլոր падգամավորները հնարավորություն ունեն ծանոթանալու, բայց այն բանի բերումով, որ զեկույցը պարունակում է նաեւ գաղտնի տեղեկություններ, դրանք լիագումար նիստի տրամաբանությունն էր անհնար մեծ հաշվով, բայց դահլիճում ներկայացնելու հնարավորությունը սահմանափակ է։ Բայց ինչպես դուք, այնպես է բոլոր դահլիճում ներկա падգամավորները, ովքեր ունեն գաղտնիության թույլատվություն, կարող են մոտենալ եւ ծանոթանալ եւ եւս մեկ անգամ շնորհակալություն հարցի համար։ Ես կոչ եմ անում այդ զեկույցի մասին, 44-օրյա պատերազմի մասին շատ խոսացող падգամավորներին, ընդդիմադիր падգամավորներին գոնե ծանոթանալ։ Բացի ձեզանից եւ եւս մեկ հոգու որևիցե մեկը չի ծանոթացել։ Դուք դե ասում եմ մի հոգի, երկու հոգի է ծանոթացել։ Դուք գալիս եք ստեղ մեզ քննադատում եք, հարցազրույցներ եք տալիս, դրա մասին հարցեր եք տալիս, բայց չեք գնում ծանոթանալու։ Միևնույն ժամանակ ասում եք եկեք դահլիճում։ Մի քիչ կարծում եմ տրամաբանական չէ։ Արձագանք։ Պարոն Սիմոնյան, չասեցի հրապարակային։ Հիմա համարենք այդ զեկույցը կա թե չկա, որովհետև քննիչ հանձնաժողովը, եթե ձևավորում է, եթե պատրաստում է զեկույց, այդ զեկույցը ներկայացում է ազգային ժողովին։ Հիմա փակ նիստում, չգիտեմ, այլ ձևով, բայց կանոնակարգը պահանջում է դա։ Մինչև հիմա քննիչ հանձնաժողովի զեկույց որպես այդպիսին ներկայացված չի ազգային ժողով։ Հիմա ծանոթանան թե չէ, երկու հոգին էլ բավական է որ ծանոթանան, որովհետև ի նկատի ունեցեք, որ որոշ падգամավորներ կան, առնվազն մեր խմբակցությունից, որոնք տարիների շարունակ ամենագաղտնի տեղեկատվության տիրապետող են եղել, հիմա այդ իրավունքից զրկված են։ Հիմա եթե դուք ծանոթացել եք այդ զեկույցը կա թե չկա։ Բա ինչին եք ծանոթացել։ Այսինքն համ ասում եք ծանոթացել եմ, համ Եվս 3 падգամավոր ծանոթացել է, համ ասում եք զեկույցը կա թե չկա։ Նորից եմ ասում, դուք խոսեցիք, ես ձեզ չընդհատեցի։ Նորից եմ ասում, այս թեմայի շուրջ շահարկումները, իսկ սրանք շահարկումներ են, համարում եմ անտեղին։ Այն փաստը, որ ազգային ժողովի 107 падգամավորները պետք է ծանոթանան, իրողություն է։ Գնացեք առաջին բաժին ծանոթացեք։ Ես չեմ ասում, լոկացիայի խնդիր ենք մենք ստեղ քննարկում։ Դահլիճը լավն է, լույսը շատ է, գնացեք ծանոթացեք, ինչի՞ չեք գնացել։ Կես տարի անցել է, ամեն հարցազրույցին մեր լրագրողները, մնացած բոլորը առիթ բաց չեն թողնում, սրա մասին խոսելուց։ Եղբայրներ ջան, քույրեր ջան, գնացեք ծանոթացեք։ Քիչ եք ծանոթանում։ Մեզ քննադատում եք, բայց չեք եթում ծանոթանալ։ Ինչի՞։ Պատգամավոր կա գնացել է, մտել է ներս, բացել է, նայել է, ասել է, չէ, շատ է։ Հետո կնայեմ,
Էսա հա խնդրեմը։ Վերջացեք այդ բանի շուրջ, այնտեղ մարդկանց կյանքերին վերաբերող թեմա կա։ Սրա շուրջ շահարկումներ անելը շատ ու շատ մարդկանց համար, կարող եմ ասել մեծամասնությանս համար ցավոտ է։ Վերջացեք սրա շուրջ շահարկումներ անելը, խնդրում եմ։ Գնացեք ծանոթացեք։ Հարցերն ավարտվեցին, հարգելի գործընկերներ, կարող եք հերթագրվել մտքերի փոխանակության համար, հիշեցնեմ, մտքերի փոխանակությունը պետք է վերաբերի 11-րդ նստաշրջանի օրակարգի նախագծին։ Հերթագրում Գեղամ Մանուկյան։ Իրականում շահարկման հարց չկա, երբեք էլ 44 օրյա պատերազմը շահարկման նյութ չի, ինքը քննարկման ուսումնասիրության եւ շահածավալուն ուսումնասիրության նյութ է։ Շահարկումը իրականում իշխանության կողմից էր, սիրելի հայրենակիցներ, տարիներ առաջ ազգային ժողովի ձևավորման հենց առաջին օրերից հայտարարում էր քաղաքական մեծամասնությունը, որ հիմա քննիչ հանձնաժողով ենք ձևավորելու, տեսեք ինչեր ենք բացահայտելու։ Երկար տևական ժամանակ այդ քննիչ հանձնաժողովը աշխատել է, որը ձևավորվել է Պաշտպանության եւ Անվտանգության մշտական հանձնաժողովի հիմքի վրա, ընդդիմությունը ուներ վերապահումներ, որ դա հանրային վստահություն չունեցող քննիչ հանձնաժողով է լինելու, բազմաթիվ հարցեր, հարցականներ մնալու են օդում կախված, բայց այնուամենայնիվ, ըստ կանոնակարգի ազգային ժողովում ձևավորել է քննիչ հանձնաժողով, որը նորից եմ ասում, ոչ թե հրապարակային, այլ առնվազն գաղտնի ձևաչափով այն պատգամավորները, որ ունեն թույլտվություն, քննիչ հանձնաժողովի նախագահը պետք է պաշտոնապես ներկայացներ այդ զեկույցը։ Բայց իրավական տարբեր հիմնավորումներով այդպես էլ ազգային ժողովին չի ներկայացվել քննիչ հանձնաժողովի զեկույցը։ Ես անձնապես շատ ուրախ կլինեի, որ այդ ներկայացվեր առնվազն այն մասը, թեև ասում եմ բազմաթիվ հարցականներ, հարցեր կան այդ զեկույցի հետ կապված, բայց պետք է արձանագրել, որ այս խորհրդարանը ավարտելով իր աշխատանքը, այդպես էլ այդ խորհրդարանին չներկայացվեց 44 օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույց, եւ եթե պարոն Սիմոնյան ասում է մի օր չէ, երկու օր չէ, բազմաթիվ օրեր ենք ծանոթացել, ով պետք է ծանոթացել է առնվազն մեր խմբակցությունից, նաև գիտեմ պատիվ ունեմ իդ, բայց այդ թղթածրարը, որ կարդացել ենք, հիմա դա ինչ է, զեկույց է համարվում այն, ինչ որ ներկայացում է ազգային ժողովին, ազգային ժողով նման փաստաթուղթ չի ներկայացվել, այսքանը։ Վահագն Ալեքսանյան։ Մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, պարոն Մանուկյան, զեկույց եք ուզում։ Ես էլ եմ ուզում, եկեք հիմա ստեղ այդ հարցը լուծենք, որ էլ հանկարծ մյուս անգամ այս թեման շահարկման առիթ չդառնա։ Պարոն Քոչյան, ձեզ խնդրում եմ, մեր հանձնաժողովի անդամներին առաջարկում եմ, եկեք կազմակերպենք հանրային լսումներ, որի ընթացքում այդ զեկույցի բաց մասը հանրային լսումների ձևաչափով ոչ միայն խորհրդարանին, այլ մեր հանրությանը կներկայացվի, բաց մասը։ Բաց մասը ամբողջ հանրությունը թող լսի, պարոն Մանուկյան, հետո որ ձեզ զանգեն, ասեն, «Էս ինչ արիր, էս ինչ բերի մեր գլխին», բան կանեք, իմացեք ինչ պատասխան եք տալու, հանրային լսումների ձևաչափով, պարոն Քոչյան, ընդունում եք առաջարկս։ Քննարկենք, շատ լավ, բան առաջարկում եմ, բաց, բոլորը թող տեսնեն, բաց մասը առնվազն զեկույցի թող լսեն, որտեղ այնտեղ շատ կարևոր կտորներ կա, պարոն Մանուկյան։ Այնտեղ նենց հետաքրքիր կտորներ կա, որոնք ինձ թվում է բացի տակ են ընկնում, բայց հետո չասեք, թե էսքի սենց եղավ։ Հետո էլ ասում եք պատերազմը շահարկման առարկա իշխանությունն է դարձրել։ Պարոն Մանուկյան, անկեղծ եմ ասում, ամոթը լավ բան է։ Ձեր նախընտրական, քարոզչական ռոլիկի մեջ պատերազմում մեր տղերքի սպանությունն է։ Հայաստան դաշինքի նախընտրական ռոլիկի մեջ, որը տվել եք հեռուստացույցով գովազդ, մեր տղերքի սպանության կադրերն են։ Ձեր համար 44 օրյա պատերազմը ու 44 օրյա պատերազմում մեր զոհերը նախընտրական քարոզարշավի վիդեո կոնտենտից եկող ոչ մի բան չեն եղել։ Շնորհակալություն։ Մտքերի փոխանակությունն ավարտվեց։ Ազգային ժողովի 2026 թվականի հունվարի 19-ին գումարվող նիստերի օրակարգի նախագծի առաջին բաժնում ներողություն։
Խոսքը տրվում է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին, ազգային ժողովի 2026 թվականի հունվարի 19-ին գումարվող նիստերի օրակարգը ներկայացնելու համար։ Բայց մինչև ներկայացնելը ես էլ փոքր անդրադարձանեմ։ Պարոն Մանուկյան, ինչ նշանակում որ պետքա ծանոթացել է։ Նկատի ունեմ, այսինքն խոսելուց բոլորդ եք, չէ՞ խոսում, նկատի ունեմ ընդդիմադիր падգամավորներին, քննադատում եք, հարցազրույցներ եք տալիս, ձեզ հարող լրատվամիջոցների լրագրողներն են այս թեման փորձում շահարկել։ Ազգային ժողովի առաջին բաժինը գտնվում է ազգային ժողովում Երևան քաղաքում։ Ինչ է նշանակում բերեք ազգային ժողովին ներկայացրեք։ Այսինքն ես սա գնահատում եմ ուղղակի շահարկման թեմա ու շատ վատ է, որ այդ թեման դառնա շահարկման թեմա, ել չեմ ասում լավ, հələ էդ էլ դնենք մի կողմ։ Բա հանձնաժողովի նիստերին ինչի՞ չեք մասնակցել։ Այդ 44 օրյա հանձնաժողովի նիստերին ինչի՞ ձեզանից ոչ մեկ չի մասնակցել։ Եթե այդքան կարևոր էր, եթե հիմա թմբկահարում եք, ասում եք ներկայացրեք, բա մասնակցեիք։ Բա ինչի՞ չեք մասնակցել։ Հա, շատ բան, կարևոր պատճառներ կային։ Ես ասել եմ, ես զարմանում եմ, հեսա ընտրական process-ի մեջ եք մտնելու, ընտրությունների մասնակցության ֆորմատ եք հայտարարում, իսկ ընտրությունների ֆորմատի ժամանակ, մասնակցության ֆորմատի ժամանակ ասել եք, որ դուք ազգային ժողովի նիստերի մի մեծ մասին նիստերի դահլիճ չեք եկել։ Ասելու եք, որ դուք հանձնաժողովներում ձեր ներկայացուցիչները չունեք եւ չեք մասնակցել, որ փոխնախագահի պաշտոնը ունեք, չեք մասնակցել։ Այսինքն գնալու եք մարդկանց ինչ ասեք, ասելու եք ընտրեք մեզ, որ մենք նորից նիստերի դահլիճ չգնանք, որպես հանձնաժողովների բաներ նախագահությունը եւ փոխնախագահները չվերցնենք, ինչ եք ասելու։ Այս նույն տրամաբանության մեջ անում եք 44 օրյա պատերազմի այդ քննիչ հանձնաժողովի խոսակցությունը։ Մի արեք այդ բաները, որտեղ այդ խոսակցության մեջ դուք պարտվող եք դուրս գալու։ Իսկ հիմա մեծ հաճույքով կշարունակեմ ներկայացնել հարգելի падգամավորներ ազգային ժողովի 26 թվականի հունվարի 19-ին գումարվող նիստերի օրակարգի նախագծի առաջին բաժնում ներառված պարտադիր քննարկման ենթակա 9 հարց կա։ Երկրորդ բաժնում 18 հարց նախագիծ կա։ Ազգային ժողովի խորհուրդը հունվարի 16-ի նիստին քննարկել է այս բաժնում նախագծերի ընդգրկման, դրանց քննարկման հաջորդականության հետ կապված առաջարկությունները եւ քվեարկությամբ հաստատել է դրան, իմիջիայլոց սրան էլ չեք մասնակցում, խորհրդի նիստերին էլ չեք մասնակցում։ Հարգելի գործընկերներ, պարոն Սիմոնյանին հերթական նիստերի օրակարգի նախագծի վերաբերյալ հարցեր տալու համար կարող եք հերթագրվել։ Հերթագրում։ Գեղամ Մանուկյան։ Ասում եմ, որ ամբիոնին չմոտնայի ռեպլիկի կարգով։ Բոլոր աշխատանքներին են մասնակցում ենք, եթե մասնակցում ենք շատ լավ ենք մասնակցում, առնվազն ձեր գործընկերներին կարող եք ասել։ Ինչ վերաբերում է ամեն անգամ նորից գնացեք ծանոթացեք, նորից կրկնում եմ, ազգային ժողովի կանոնակարգով քննիչ հանձնաժողովի զեկույցը համարվում է ամբողջական, ավարտված, երբ որ ներկայացվում է ազգային ժողովի։ Հիմա ժամով կարող եմ պատմել այն բոլոր իրավական դիսկուրսները, որ դուք ու Անդրանիկ Քոչարյանն ունեն մեկ վերջը, էդի զեկույցի, ինչի։ Իսկ շատ շահագրգիռ կլինի, որ այն ինչ որ ներկայացնում է, որը կրկնում է, ոչ լիարժեք է, թերի է, ամբողջական չի, բայց բովանդակային հարցը բնականաբար գաղտնիության գրիպով է, դրա համար քննարկման նյութ չեմ դարձնում, թե չէ ժամով կարելի է այդ բովանդակության մասին խոսել, այսքան։ Ինչ վերաբերում է մասնակցությանը, դուք ինձ ստիպում եք հրապարակեմ, թե ձեր ընդդիմադիր խմբակցությունների բացակաների քանակը որքան ա եղել, վերջին այսօր տենց հայտարարում եք, ասում եք 8-րդ գումարման վերջին նստաշրջանն է, մի հատ հեսա կհրապարակեմ ինչքանն եք եկել գործի, ինչքանը չեք եկել գործի, էլ չեմ ասում, որ բանը հանձնաժողովների նիստերին ընդհանրապես չեք մասնակցում։ Ես եմ ասում, վերջին հանձնաժողովի նիստին, խորհրդի նիստին երբ եք մասնակցել։ Խորհրդի նիստին վերջին անգամ Սերան Օհանյանն ա եկել, ես չեմ հիշում երբ, անկեղծ ասած։ Հանձնաժողովի նիստերին էլ այնքանով որքանով դուք հանձնաժողովի նախագահների տեղեր ունեք Դոնտի բանաձևով, փոխնախագահի տեղ ունեք։ Դուք գործի չեք գալի, վերջի 5 տարին են վատաշակերտի պես դասի չեք գալիս։
Հիմա ուզում եք այդ խոսակցությունը բացեք, լավ խնդիր չկա, կհրապարակեմ, կխնդրեմ քարտուղարությանը կկազմակերպեն ձեր բացականները, ես անուն առանուն կհրապարակեմ։ Ինչ վերաբերում է ես ու Անդրանիկ Քոչյանը, ինչ ենք խոսում։ Ես ու Անդրանիկ Քոչյանը խոսում ենք ոնց անենք, որ մաքսիմալ օրինականությունը պահպանենք։ Միտեղ ինքնա ճիշտ, միտեղ ես եմ ճիշտ, բայց զեկույցը դուք գնացեք ծանոթացել եք այդ զեկույցի հետ։ Թող բարի լինի, պարոն Արծիկ Մինասյանն է գնաց ծանոթանա, պարոն Սերյան Օհանյանն է գնաց ծանոթանա։ Հա, ճիշտ է, մոռացել է, որ քրեական գործ կա վեր, քրեական գործի պատճառով ճիշտ է, ներողություն եմ խնդրում, մոռացել է։ Մնացածը թող գնան ծանոթանան։ Արձագանք։ Չէ, չկա։ Արձագանք չկա, հարցերն ավարտվեցին, հարգելի գործընկերներ, այժմ կարող եք հերթագրվել մտքերի փոխանակության համար։ Հերթագրում։ Արծվիկ Մինասյան, պարոն Մինասյան, խմբակցության անունից չէ նաև։ Արթուր Խաչատրյան։ Սիրելի այնակիցներ, ազգային ժողովի նախագահն ասում է գնացեք ծանոթացեք։ Դա զեկույցի ներկայացման տեսակ է։ Ներկայացման ժամանակ նաև հարց ու պատասխան կա։ Աշոտին հարցնեմ, պարոն Սիմոնյան, առաջի բաժնի պետին, հա, իրան հարցնեմ այդ հարցերը, հենց այդ հարց ու պատասխանի ընթացքում նաև պարզ կդառնա, թե ինչի ընդդիմությունը հենց ի վերուստ բոյկոտեց այդ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելը, որովհետև գիտեինք ինչ էր լինելու, ում եք մրոտելու, ում եք լողացնելու, սպիտակացնելու և ներկայացնելու հունիսի 7-ին։ Դա է իրականությունը։ Իդեպ Աշոտին ազգանունը չեմ անում, բայց բոլոր հարցերին շատ պարկեշտ, շատ պատշաճ, շատ ճիշտ և սպառիչ պատասխաններ ներկայացնում։ Ի տարբերություն շատերի, ովքեր ստեղից ներկայացնում են օրենսդրական նախաձեռնություններ և մեր հարցերին են պատասխանում։ Հիմա Դոնթի բանաձևի հետ կապված, այո, շատ ճիշտ նկատեցիք, Դոնթի բանաձևով ընդդիմությանը պաշտոններ են հասանելի։ Հիմա հիշեցնեմ այդ ընտրությունները ինչպես տեղի ունեցան։ Քանի անգամ ազգային ժողովի ընդդիմությանը վերապահված փոխնախագահի քվեարկությունները սաբոտաժի ենթարկեցիք։ Նշեցիք անվտանգության հարցերի հանձնաժողովը, որտեղ այո ընդդիմությանը վերապահված է փոխնախագահի հաստիկ պաշտոնը։ Քանի անգամ դեմ քվեարկեցիք։ 14, շնորհակալություն։ Այսինքն ի՞նչ է տեղի ունենում։ Օրենքով այո նախատեսված է, բայց դուք ասում եք օրենքով ձեզ է նախատեսված, բայց մեր քիմքին հաջող մարդու պետք է նշանակեք։ Բարև ձեզ, ձեր մեծամասնության։ Այսինքն դուք առաջարկեք, բայց մենք կորոշենք։ Հետո ինչ եղավ ազգային ժողովի փոխնախագահին քվեարկեցիք, հեռացեցիք պաշտոնից հանձնաժողովի նախագահներից մեկին, բա դրանից հետո էս գրոտեսկին պիտի մասնակցենք, իհարկե ոչ։ Արծվիկ Մինասյան, որը խոսի նաև խմբակցության անունից։ Վերջին նստաշրջանի հենց սկզբից միանգամից մեծամասնությունը ցույց է տալիս, թե ինչպես է պատրաստում շարունակել իր ապօրինի գործողությունները, այդ թվում նաև սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված լիազորությունները չարաշահելով։ Ուզում եմ արձանագրել երկու կարևոր հանգաման։ Նախընթաց ամբողջ ժամանակահատվածում դուք վերից վար ոտնահարելով սահմանադրական կարգավորումները ոչ միայն առհամարել եք ժողովրդի վստահության այն քվեն, որ տրված են ընդդիմությանը, այլ նաև ամեն ինչ արել եք, որպեսզի երկրում ընդդիմությունը չօգտվի իր բոլոր կամ ոչ բոլոր անգամ նվազագույն հնարավորություններից և իրավունքներից։ Ես ուզում եմ հիշեցնել ոչ միայն իմ գործընկերը արդեն նշեց այն արատավոր վարքագիծը, որ դուք ցուցաբերում եք, խորհրդի մասն եք խոսում, պարոն Սիմոնյան։ Ես մի երկու անգամ ներկա եմ եղել։ Դուք անգամ ընդդիմությանը բարեկամական խմբերում, վերապահված տեղերում առաջարկը ձեր քվեարկությամբ մերժում եք։
Այն նվազագույն իրավունքը, որ տրված ընդդիմությանը, ձեր մեծամասնությամբ մերժում եք։ Դուք մերժում եք ընդդիմության առաջարկները ազգային ժողովի նիստերում հարցեր քննարկելու։ Դուք առհասարակ ամեն ինչ եք մերժում։ Դուք մերժել եք նաև Հայաստանի Հանրապետությունը, դուք մերժել եք Արցախի Հանրապետությունը, դուք մերժել եք Հայաստանի քաղաքացուն։ Հիմա եկել եք այստեղից կանգնել եք, հոխորտում եք ընդդիմության վրա, ինչի՞ չեք գնում ծանոթանալ։ Մեծ մասը ընդդիմության ապօրինի քրեական գործերի հարուցման տակ է, ներառյալ ես։ Այո, եւ ըստ օրենքի ես իրավունք չունեմ փաստորեն ծանոթանալու այդ զեկույցի։ Եվ նորից եմ կրկնում, ապօրինի քրեական հետապնդման ենթակա մեր գործընկերների մասով։ Հիմա դուք հոխորտում եք ում վրա, հոխորտացեք իրավապահ մարմինների վրա, որ նման ապօրինություններ չանեն։ Հոխորտացեք ձեր գործընկերների վրա, որ արհեստական թեմաներ են գեներացնում։ Հոխորտացեք Նիկոլ Փաշինյանի վրա, որ հարձակում է գործել Սահմանադրությամբ պաշտպանվող հայ առաքելական Սուրբ եկեղեցու վրա։ Հոխորտացեք այդ ուղղությամբ, ոչ թե ընդդիմության վրա։ Այո, վերջին նստաշրջանն է եւ ես հույս ունեմ, որ հաջորդ նստաշրջանը արդեն նոր գումարման ազգային ժողովում այս ամբիոնում նստած չի լինի ԿՊ-ն։ Առնվազն իշխանության մակարդակով նստած չի լինի, որպեսզի սահմանադրական կարգը վերականգնվեց երկրում, մեր երկրում։ Դուք տապալել եք։ Իսկ ինչ վերաբերում է զեկույցը օրակարգում չընդգրկվելուն, շատ ճիշտ է, որ չի ընդգրկվել։ Եվ ես այստեղ հրապարակային ասում եմ, դուք շարժվել եք օրենքով։ Եվ ճիշտ է կարևոր չընդգրկել, որովհետև հանձնաժողով չկա։ Ինչպես որ տարի ու կես առաջ, 2 տարի առաջ ես պնդում էի, որ հանձնաժողովի ժամկետը ավարտվելու հիմքով հանձնաժողովը այլևս չի կարող որևէ ձևով հանձնաժողով որպես ներկայանա։ Տեսեք, զեկույցի մասով զեկույցը հանձնաժողովը ստեղծում է հանրությանը հետաքրքրող հարցերին պարզաբանում տալու համար։ Հանրությանը պարզաբանում տալու համար։ Հանրության մոտ կասկածները, որոնք որ կան, շարունակում են մնալ։ Եվ բոլոր են հանձնաժողովները, ներառյալ բոլոր նրանք, որոնք որ զեկույց էլ չեն ներկայացրել, որպեսզի չասեք, բա այն մյուս հանձնաժողովներն ուր են։ Հանրության մոտ այս կասկածները չեն փարատվել։ Վերջ, սա է արձանագրումը։ Իսկ ինչ վերաբերում է բոլոր են հարցադրումներին, թե ով է պատասխան տալու վաղը մյուս օրը, ես համոզված եմ, որ իշխանության փոփոխությունից հետո այն իշխանության ժամանակ, երբ տեղ են ունեցել ենթադրյալ հանցանքները, դրանք այն ժամանակ են բացահայտվելու։ Ոչ թե այն իշխանության օրոք, որի ժամանակ ենթադրյալ հանցագործությունները կատարվել են։ Ես ելույթ կունենամ։ Պարոն Խաչատրյանը ասում է Աշոտին հարցնեմ, ասում եմ, պարոն Խաչատրյան, պարոն Քոչարյանին հարցրեք հանձնաժողովի նիստերի ժամանակ, թե ձեզ շոուի ա պետք, եթեր ա պետք, տեքստեր ա պետք, որոնք որ իրականության հետ տենց հպման տրամաբանությամբ անցնում է եւ այլն, կամ դոնթի բանաձևից եք խոսում պաշտոնին չընտրելու մասին։ Այդ դուք մոռացել եք, որ Իշխան Սաղաթելյանին մենք ենք ընտրել փոխնախագահ, որ ընդդիմությունը չէր ընտրում, մի ընդհատեք։ Դուք մոռացել եք, որ ընդդիմությունը, ժողովուրդ հիշում եք, ընդդիմությունը իր տեխնացուին 2 անգամ չէր ընտրում, մենք ենք քվեարկել, որ իրենց հասանելի բանը պաշտոնին Իշխան Սաղաթելյանը ընտրվի։ Մոռացել եք այդ ամեն ինչը։ Այո, ընդդիմությունը, չգիտեմ ձեզնից ով փակ է քվեարկությունը քննարկեք, դուք երկու խմբակցությունով իրար ասում են, Պաչիկով եք բարև տալիս դալիճի ներսում։ Քննարկեք, ասեք, բայց ով չքվեարկեց մեր սիրելի Իշխան Սաղաթելյանին 2 անգամ որ չընտրվավ։ Նենց որ մեր վրա մի մատնացույց արես, դուք ճուկ չեք ընտրել։ Իսկ ինչ վերաբերում է պարոն Մինասյան, այդ որ ասում եք մերժել, դուք եք մերժել Հայաստանի, մենք մերժել ենք մի բան, մերժել ենք ձեզ, Սերժա Քոչարյանական այդ բանը խումբը մերժել ենք, որի մեջ մտնում եք նաև դուք, որտեվ գործընկեր եք, կոալիցիոն գործընկեր եք եղել, իրար հետ աշխատել եք, պաշտոններ եք զբաղեցրել, այդ ենք մերժել, իսկ 004 շրջաբերականով մերժել եք Հայաստանի Հանրապետությունը դուք, վերջի վերջո գործի գալու եք հաջորդ
գումարման ազգային ժողովում, եթե իհարկե հայտնվեք, ինչի մեջ է շատ խիստ կասկածում եմ։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անունից ելույթ կունենա խմբակցության ղեկավար Հայկ Գոնջորյանը։ Պարոն Մինասյան, որ մեջբերում եք սահմանադրական կարգավորումները, ես ուզում եմ հիշեցնել, որ ձեր դիմումի համաձայն, ձեր դիմումի արդյունքում սահմանադրական դատարանը ձեզ ասել է, որ դուք պետքա գնաք եւ պետքա վերցնեք ազգային ժողովի այն պաշտոնները, խոսքը հանձնաժողովի նախագահների ազգային ժողովի փոխոսնակի մասին է, որը որ ձեզ վերապահված է։ Ասել է, որ դա դուք չեք որոշում։ Ժողովուրդը ձեզ ոչ միայն իրավունք է տվել, այլ նաև պարտավորեցրել է իր մանդատով, որ դուք գաք, գնաք ու խելոք աշխատեք։ Սահմանադրական դատարանի որոշումը դրա մասին է, որ դուք պիտի գաք ու խելոք աշխատեք ու ոչ թե գաք, ասեք, այ եթե ԿՊ-ն մեր ուզած տեխնացուին չի ընտրում, ուրեմն մենք չենք խաղում, մենք գնդակը կվերցնենք, կգնանք, սա մանկապարտեզ չի։ Ընտրությունն է այնքանով, որ դուք առաջադրում եք տեխնացու եւ մարդիկ գնում քվեարկում են այդ տեխնացուի մասին։ Եվ պարոն Սիմոնյանը, որ ասես դուք կուսական զարմանքով այդտեղից ասում եք, ով չէր ընտրում Իշխան Սաղաթելյանին։ Ամենաչընտրված փոխնախագահն է պատմության մեջ։ Չէր ընտրում, նաեւ չէր մասնակցում, չեք հիշում քվորումի հետ կապված ընտրության ձեր խմբակցությունից մարդիկ կային չէին գալիս մասնակցում։ Մենք էինք խնդրում, ասում ենք, այ Ժորժան, եկեք գործի։ Հիմա դուք եկել եք էլի սահմանադրական կարգավորումների մասին եք խոսում, բայց ժողովուրդ ջան, դուք ձեր աշխատանքը չեք արել։ Հիմա ասում եք դե գիտեք, բայց բանի հարց է, էլի շոուն չի ստացվում։ Կարող ձեր մոտ իմ տպավորությունն է, էլի իմ մոտ, որ ընդդիմության մոտ բան կա, անձի երկատում կա, էլի ընդդիմություն հրապարակային դաշտում եւ ընդդիմություն ոչ հրապարակային դաշտում։ Օրինակ ազգային ժողովի նիստերը, խորհրդի նիստերը հրապարակային չին։ Դրա համար չեք գալի, պարոն Մինասյան, այդ նիստերին։ Այ երբ որ մի օր ուղիղ եթերով այդ նիստերը հրապարակվեն, սիրուն կգաք այդ նիստին, սիրուն ելույթներ կունենաք, հարցադրումներ կանեք, որովհետև մեջը քյար չկա։ Եթե հրապարակային չի, գործ պիտի գաք անեք, այն մեջը քյար չկա, որովհետև դուք պետքա գաք, պետքա մի երկու հերթապահ բառ ասեք, հետո գնաք տուն եւ արդարացնեք ձեր գոյությունը որպես ընդդիմություն։ Իսկ քանի որ ոչ հրապարակային դաշտում պիտի գաք աշխատեք առանց տեսախցիկների, դա չեք անում։ Այսքան բան։ Շնորհակալություն։ Քննարկումներն ավարտվեցին։ Անցնում ենք քվեարկության, խնդրում եմ ուշադիր լինել։